Նայած։ Ես գրանցված եմ։ Գրանցված եմ։ Բայց հիմա արտահայտ եմ ելնում։ Հարգելի գործընկերներ, մեր ընդդիմադիր գործընկերները իհարկե հերթական անգամ ցույց տվեցին մանիպուլյացիաների իրենց վարպետությունը, հերթով անդրադառնանք, էլի։ Նախ, ընդդիմադիր թեզ համար 1։ Սամվել Կարապետյանը ի պաշտպանություն եկեղեցու արել է հայտարարություն եւ դրա համար նրա հետ անում են սա, նա։ Եթե նկատի ունեն, որ Սամվել Կարապետյանի մեղադրանք է առաջադրվել սանանա անելով, պետք է պարզաբանել, որ եկեղեցուն պաշտպանելու համար ոչ ոք ոչ մեկի մեղադրանք չի առաջադրել, մեղադրանքը առաջադրվել է մենք մեր ձևով կմիջամտենք արտահայտության եւ դրա հարակից կոնտեքստների համար։ Հաջորդը պնդում ու սա դասական մանիպուլյացիա է, էլի, այսինքն բան անընդհատ կրկնում են, մի ընդհատեկից, անընդհատ կրկնում են եկեղեցուն պաշտպանելու արտահայտության համար։ Բոլորը ազատ են պաշտպանել եկեղեցուն, չնայած պաշտպանության կարիք չունի եկեղեցին, շատ եթե ավելի հեռուն գնանք, ունի պաշտպանության կարիք եկեղեցի բաներից, ուխտազանցներից եւ տերորիստներից, բայց դա այլ թեմա է։ Հաջորդ պնդումը, ասում են դուք այս նախագիծը բերել եք, որովհետեւ Սամվել Կարապետյանը արել է, դուք ասում եք եկեղեցուն պաշտպանելու հայտարարություն, բայց իրական ինքը այլ հայտարարություն արել, բայց թողենք մի կողմ։ Հիմա փաստա չէ, ախր եկեք իրար հետ դատենք։ Հրապարակվել է վարչապետի հանձնարարական է, նոր չի հրապարակվել, ինտերնետում կա, բոլոր կարող եք գտնել, որտեղ ինքը պարոն Խուդացյանին այնտեղ նստած է։ Ասել է հետևյալը, մայիսին, այս հանձնարարականը եղել է մայիս ամսին։ Մայիսի 21-ին ենթադրաբար։ Հիշեցնում եմ Սամվել Կարապետյանը իր հանրահայտ ոչ թե եկեղեցուն պաշտպանելու, այլ իր ձևերով ինչ-որ բաներ անելու մասին հայտարարություն արել է հունիսին։ Վարչապետը պարոն Խուդացյանին ասում է. «Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ հեծի նկատմամբ։ Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք ինչպես, խնդրում եմ թեման չցրել»։ Սպասեք։ Խնդրում եմ թեման չցրել, եթե ցրեցիք գնալու ենք հեծի ազգայնացման, ամբողջական եւ կտրուկ, սպառողներին տրված վնասի ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն, պարոն Խուդացյան, կոնկրետ լռեք, կոնկրետ առաջարկներ տվեք, ժամկետը 1 ամիս, սրանից հետո նոր Սամվել Կարապետյանը արել է իր հայտարարությունները, իդեպ նաեւ որ ասում եք, ոնց ասեցիք, ասում եք քաղաքական հայտարարությունների համար, Ժողովուրդ ջան, քաղաքական հայտարարություններ բոլորը ազատ են անել։ Խոսքը քաղաքական հայտարարությունների մասին չի, խոսքը ապաքաղաքական հայտարարությունների մասին է, որոնք կարող են պարունակել քրեական հանցագործությունների տարրեր։ Մեկ էլ Տիկին Խամանյան, որ ասում եք, դուք ինչն եք կառավարում, դուք ինչը կարող եք լավ կառավարել։ Չէ, մենակ դուք եք լավ կառավարում, մենակ Վահե Հակոբյանն էր ԶՊՄԿ-ում լավ կառավարում, ձեր բոլոր հարուստ դիմակիցներն են լավ կառավարում։ Չգիտես ինչի է ձեր լավ կառավարողները բոլորը սրընթաց հարստանում էին, հիմա Հունաստաններում հաճույքներին են տրված։ Դուք եք ամենակ լավ կառավարում, տեսան ձեր կառավարումը։ Իսկ իրականում դուք ընդամենը պաշտպանում եք ահաբեկչական ձեր պարտներներին, բայց գնացքը գնացել է սիրելի։ Շնորհակալություն։ Վահագն Ալեքսանյան։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության 3 միլիոն քաղաքացիներ։ Դուք երևի կամ ձեր մի մասը կամ գուցե մեծ մասը